Պադոշի նման դիմադրել ենք այնտեղ։ Մեզի պետք է տան այնտեղ Պադոշի մեդալ։ Այդ վիդեոյի մեջ ես կամ դրա համար տենց թվեր է հավաքում։ Լավ չեն աշխատում։ Հիմա մարքետոլոգը ձգվավ։ Հիմա ոնց որ հարցնես, այս գլխի զապ տևը քանի հատ մազ կա։ Հայաստանում մեր ոլորտում առաջինը մենք ենք եղել, որ HACCP համակարգը ներդրել ենք։ Ու մեկ էլ մի բան հասկացա, որ 5 տարվա սովորածը կարայի տունը նստած մի տարում սովորեի։ Բան չի, քրեական անունը ստվեց։ Ես միշտ կողմ եմ առողջ մրցակցությանը, տփում են, ասենք, այդ բիզնեսը, ասենք, խի։ Ողջույն, B1 մեդիա եթերում կրկին բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարն է եւ այսօր ունեմ հիանալի հյուր Տիգրան Յուզբեջյան, Տիգրան ջան, ողջույն։ Բարելույս։ Տիգրանը կարաս ազգային ծննդի ցանցի հիմնադիրն է, համահիմնադիրը։ Համահիմնադիրը։ Տիգրան ջան, ո՞նց է տրամադրությունը։ Հրաշալի, մոգական, իմ սիրած բառն է։ Մոգական։ Հա։ Այդ բավականին բան է, այդպեսի բան չէր եղել։ Ես միշտ այդ բառն եմ օգտագործում։ Բրենդավորի։ Որ բանը ապրանքային նշանը ապրանքային նշանը վարդի Տիգրան։ վերցրել ենք։ Որպեսզի մեզ նայող դիտողները ավելի պարզ լինի, այսօր մեր քննարկումը, հա, լինելու է ազատ ոճով, հետևաբար դույով ենք շփվելու իրար հետ եւ մեր թիմի կողմից պատրաստված է հարցաշար, որի ճիշտ պատասխանները շատ դժվար են լինելու բացահայտել, հա, ամեն ինչ արված է դրա համար, որովհետեւ սխալ պատասխանի դեպքում մենք ունենք նվեր բզբզ հարցերը, սա այն հարցերն են, որոնք որ շատ դեպքերում կուլիսներում կամ ինչ-որ միտեղ միջանցներում բոլորը քննարկում են, բայց հանրային դաշտում դրան չեն անդրադառնում, իսկ իրենք ինչու են կարևոր նրա համար, որպեսզի սկսնակ գործարանները կամ այն մարդիկ, ովքեր պատրաստվում են աշխատել գործարարի մոտ, իրանք գործարարության հետ կախված տպավորությունը նախ փոխվի։ Երկրորդը գործարարի կերպարը, հա, մի քիչ մենք ամեն ինչ անենք, հա, համատեղ ջանքերով տեղափոխենք այդ 90-ականներին ձևավորված կերպարը, որը որ բավականին մոխրագույն է, հա, բերել այն դաշտ, այն արարի դաշտ, որը շատ կարևոր է, որը որ կա ու մենք մեր երկրում ունենք, ու հենց իրենք են շոկեքարշը տնտեսության։ Առաջի անգամ կարաս ազգային ծննդի ցանցի մասին ես լսում եմ Ղազախստանում, հա, ու այն ժամանակ ես ընդհանրապես առնչություն ունեի հայաստանյան շատ պրոյեկտների հետ ու աշխատում եմ միջազգային պրոյեկտներում եւ արտերկրում ու քննարկում ա գնում կիսապետական կառույց է նաեւ պետությունից ներգրաված մարդիկ կան էկոնոմիկայի նախարարությունից եւ այլ ու քննարկում նրա մասին է որ բոլորը խոսում են նրա մասին որ պետք է ամեն ինչ արվի որպեսզի Ղազախստան ավելի գրավիչ դառնա որպես տուրիստական երկիր պետք է գա մակդոնալդսը եւ այլ պետք է ուժեղացնել իրանց մասին խոսալ Starbucks-ի մասին խոսալ իրանք այդտեղ ներկայացված են, ասում եմ այցեքարտերի մեջ իրանց պետքա դնենք ու ընդդեղից մեկը ասեց, լսեք, ես նոր եմ վերադարձել Հայաստանից, իրանք մակդոնալդս չունեն, հա, իրանք ոչ իման չեն արել, բայց իրանք ունեն կարաս, ու լսեմ, կարաս ազգային ծննդի ցանց, ասում եմ, իրանք fast food ունեն, իրանք իրանցով են ներկայանում, այ մարդ տուրիստը որ գալիս այդ երկիր, կարող է պետքա գա մակդոնալդս փորձի, մակդոնալդս փորձողը կգնա իր երկրում կամ մեգապոլիսի շոկ փորձի, իր շենքի տակ դա կփորձի։ Ու ես ես լսում եմ, ես այն դեպքերից ուզում ես այն հարսանցյուն հյուսիսի պես այն Մուրադի տեսք եմ ընդունել, այնպես տպարության ոնց որ կարասին ճանաչ, բոլորին ճանաչում եմ։ Ոյ իմ երկից վերջապես ու մեզ որպես օրինակ են բերում ու գիտես ինչ Տիգրան ես իմ վրա բռնեցի այդ պահը որ երբ որ արդեն պրոյեկտներ կար Հայաստանում եւ այլ մենք մեր ոչ մի զբոսաշրջիկային ոչ մի հոլովակում ոչ մի կոմունիկացիայում սննդի թեմայով չենք խոսում այսինքն մենք ասում ենք որ համեղ ուտես բայց չենք ասում օրինակ կան այս ինչ ոլորտի առաջատարները այս ինչ այսինքն այն ինչը որ ստրուկտուրա է հա հազար ներողություն էլի տան փաթաթված տոլմաչի բրտուշի որտեղ մի բան է տան պայմաններում հյուրասիրությունը լրիվ ուրիշ բան է դա սարքել բիզնես ու այդ բիզնեսը զարգացնել ու ավելին իր մրցունակ պահել հա այսինքն դա բավականին բարդ երևույթ է էլի ու այդտեղ մենք ունենք ձեռքբերումը որը որ ոչ միտեղ չենք կարողում բայց ասում եմ պոզիտիվ նոտան պահպանենք որ ունենք անելիք ու ամեն ինչ լավ է լինելու Գաստրոտուրիզմը շատ կարևոր բազիսա է մի հատի չի քննարկվում անցնենք առաջի հարցին եւ այսպես առաջի հարց կարաս ազգային ծննդի ցանցի Գլենդելի մասնաճյուղում որն է եղել անցած հոկտեմբերին ամենապահանջված հայկական ազգային ուտեստը։ Գործում եմ անցած հոկտեմբերին։ Հա, վերսիաներ կա, հա, տարբերակներ 4 տարբերակ ունենք։ Հա։ Սուշի, հայկական ուտեստներ։ Սուշին լավն է։ Սուշին բաստուրմայով, սուշին տոլ։ Ուրեմն
Առաջի տարբերակ A. հարիսա, B. տոլմա, G. խուրջին եւ D. լոլիկով ձվածեղ։ Ամենաշատը վաճառվել է ձվածեղը։ Ուրեմն ենք հարիսա, տոլմա, խուրջին, լոլիկով ձվածեղ։ Ամենաշատը վաճառվել է ձվածեղը, վստահ կարամ ասեմ։ Հոկտեմբերին։ Կապ չունի։ Ամենապահանջվածը։ Պահանջված նշանակում է վաճառված։ Այո, իհարկե։ Միանշանակ լոլիկով ձվածեղ։ Եթե ուրիշ տարբերակ ասես, կարամ գրած գամ հետդ, ինչի վրա ուզում ես։ Ասում եմ, այստեղ ես գրազի հետ բան չունեմ, ամբողջ թեման էնա, որ հեսա թիմն է գնալու։ Եվ կարաս գրածը կրվես թիմի հետ կիսվեք։ Հա, շատ լավ էր։ Ինչի վրա են գրած գալի։ Հիմա ասելու եք խուրջինը։ Չէ։ Տոլմեն։ Մենակ չասես հարիսան։ Դե լոլիկով ձվածեղը դա ճիշտ պատասխանը չէր, ճիշտ պատասխանը տոլմեն էր։ Սխալ է։ Հա։ Միանշանակ սխալ է։ Լոլիկով ձվածեղը։ Տես, Նայք ջան, դու ասում ես, որ հարցեր եմ տալու, մինչև այդ, հա, ես ֆորմատը որ ծանոթացրիր, ասեցիր հարցեր եմ տալու, կարա լինի շատ մանր ինչ-որ բան, ես էլ քեզ նույնիսկ ասեցի, կարող է հարց տաս, այս ինչ մասնաճյուղի, այս ինչ աշխատողի անունը եւ այլն։ Նայ, տես, ես տարբերվում եմ շատ բիզնեսմեններից նրանով, որ չնայած իմ նմաններն էլ շատ-շատերը կան մեր երկրում, որ ես այս բիզնեսում ամեն ինչի մեջ կամ Ես այս բիզնեսը մենք ստեղծել ենք զերոյից, այսինքն ես ու Աշոտը մենք եղել ենք կասիր առաջի, մենք ունեցել ենք 2 աշխատող, խոհարար, ամանլվացող ու կասիրները մենք ենք եղել։ Ու մենք այտենց այդ ամեն ինչ ճանապարհը անցել ենք ու մենք ամեն ինչ արել ենք, մենք գետինը լվացել ենք, առաքում արել ենք, խորոված արել ենք, ամեն ինչ։ Ու այդ հենց նույն բանն է, նույն այդ մեր թիմը չէ, որ ես թիմին ասում Ժողովուրդ, մի հատ էս պատը այսի լվացեք, ասենք օրինակ, ասում եմ, չէ, դա չի լինի, ես ասում ոչ կարա չլինի։ Ես դա 10 անգամ լվացել եմ։ Հիմա նույնը այդ է, ես ասենք իրականում ճիշտ պատասխանը լոլիկով ձվածեղն էր։ Ես դուրս բերեցի այդ քննարկմանը։ Ասում եմ, ես չէի լինի, եթե մի քիչ չտանջեի, բայց իրականում անկեղծ ասեմ, քո մասին այդ ամեն ինչը լսել եմ։ Անկեղծ։ Ես շատ ճիշտ կլներ, որ դրա մասին հնչեցնեիր դու։ Հա, որ այդ ամեն ինչ արել ես, հա, որպեսի արել ես որպեսի Հիմա դու այս ամեն ինչը անում ես, նրա համար որ գրածը չկրվեիր։ Վախեցար գրած գայիր։ Տոլմեն ա եղել ձեզ ասեցի։ Այո, կրվել եմ, լավ։ Դե վсё, խաշի սեղանը քո վրա։ Վсё, խաշի սեղանն վրա։ Կարասում հոյակապ խաշ կա։ Սա նախ մի քիչ երկու բառով գլենդելի մասին, հա, այսինքն որովհետև սա եզակի դեպքերից է, էլի, որ մենք նայեք բացվելը խնդիր չէր։ Բավականին մեծ քանակությամբ հայկական ընկերություններ, հայաստանյան ընկերություններ արտերկրու Մոսկվայում, Գլենդելում տարբեր տեղեր փորձեցին բացվել եւ այլ, բայց արդեն քանի տարի է գործում ու ես ինչքան գիտեմ, բավականին ու գիտեմ որ դա մի քիչ բանը պատվի հարցել է, էլի գնում ես ու գնում ես մտնում ես, էլի, դες յուր ես քաշում։ Շատ ծանր է եղել։ Իսկ սկզբից որ ասեցիր 2 բառով, ես կարամ 2 բառով այդ բնութագրեմ այդ 7 տարին, 8 տարին, որ մենք այնտեղ անցկացրել ենք, էլի 2 բառ։ Մենք падոշ ենք։ Տրամաբանություն չկար, խփում էին գնում էին։ Падոշի նման դիմադրել ենք այնտեղ։ Ես միշտ ասում եմ, պետք է տան այնտեղ падոշի մեդալ, որ մենք կարեցանք այնտեղ, մենք շատ մեծ դժվարություններով ենք այնտեղ բացել։ Եվ բացելը, եւ այնտեղ պերմիտներ ստանալը, եւ ստարտը, որովհետեւ ստարտի բանը այդ մաղալի թույլտվությունը, այնտեղ մեր մաղալը $100,000 նստեց, սովորական քարփինջից մաղալը, մոտավորապես ամիսներ տևեց, մինչև fire department եւ այլն, դրանից հետո բացումը, քանի որ բացումը երկարեց, այնտեղ էլ գրել ենք շուտով կարած եւ այլն, ու այնտեղ դե 100,000-ավոր մեր հայրենակիցները սպասում էին ու սխալ արեցի, շուկան լավ չէի ճանաչում մեկ, հետո սխալ արեցի, որ առաջի օրը ուրբաթ օր էր բացումը, այսինքն այն օրը, որը որ մարդիկ գնում են ռեստորաններ, այսինքն երկու մուտքի մոտ 100-ավոր մարդիկ հերթ էին կանգնել, որ մտնեին ու միանգամից բոլոր շիստիրոնկեքը ջարդեց։ Հա, արելի մեծ պատոկը, փոքրիկ սխալը կարող է հետո շտկել, բայց այդ մեծ պատոկի տակ ոչ մի ձև անհնար էր այդ ամեն ինչը դիմադրել, էլի։ Մեկի քաբաբը գնում էր ուրիշին, մեկի բորշը այն մեկին, մեկի խորովածը հում էր, մեկին ոչի բան չէին տալի, մեկին խառը վիճակ էր, ու տենց վատ բացվել ենք։ Հետո բանը
հասավ այդպես մեծ դժվարությամբ հասանք նրան, որ կարգավորեցինք, եկավ այս բանը, այդ հեղափոխության օրերը, հեղափոխության օրի ժամանակ, այդ վերջի հեղափոխական բանը միտինգի ժամանակ, որը որ Գլենդելում եղավ, 100,000-ից ավել հայ այնտեղ ներկա էր այդ միտինգին, մի հատ լավ, sense չասեմ, շպիտակավոր եմ, հայտարարում է, որ ժողովուրդ, մենք պետքա բոյկոտենք նախկինների բիզնեսները, նամանավանդ կարասը։ Այդպես, ու այդից ինտերնետով մոտ մի 100,000-ավոր վյուերով եւ այլն։ Հա։ Ու հենց հաջորդ օր առավոտվանից մեր մոտ մտնում էին միայն սևամորթները, ֆիլիպինցիները եւ այլն, մարդ չէր մտնում։ Ու ասենք սկսեցի ես ինտերվյուներ տալ, ինչ-որ գրել եւ այլն։ Բայց ինքը շագրգված էր ամենայն հայցիկը երևի։ Դե ինչ համար պետք է կապեր էլի այդ բրենդը։ Չէ, կապերը գիտես ինչն էր կապը, որովհետեւ անընդհատ թեման շոշափվել է, որովհետեւ այդ 20 տարիներին մենք որ սենց պատժում ունեցանք, ռիվոկ ունեցանք կոպիտ ասած։ Սա ասում էին, այսի չի կարան սովորական տղեկը չեն կարա այդ անել։ Այսինքն կարաս։ Հա, այսինքն հա միշտ ասում էին, այս ինչը փայ է, այս ինչը փայ է, այս ինչը փայ է իր մեր հետ։ Ու վերջում դաժե հայտարարեցի բան, տենց պաշտոնական հայտարարություն արեցի։ Ասեցի, եթե ինչ-որ մեկը կգա կապացուցի, որ 50%-ը այս ինչինն է, նախքին չգիտեմ ինչ եւ այլն, այս ինչինն է, կգա կապացուցի, ես իմ 50%-ը կնվիրեմ իրան։ Վերջը տենց էլի տենց ահագին բան եղավ Պադոշավարյելի այդ որ ասում այդ ամեն ինչը ամսական վնասներն են այդքան ստավ պահել, այդքան բարձր տալ եւ այլն մինուսներ։ Քանի մասնաճյուղ են հիմա։ Միացյալ Նահանգներում 2 մասնաճյուղ։ Վարքագծային տարբերվում է, այսինքն մեր հայրենակիցները ինչ որ այստեղ են սպառում ու այնտեղ են սպառում։ Բնականաբար, սենց ասեմ, սպառումը չէ, բայց մենք այնտեղ հասել ենք մի հատ շատ կարևոր արդյունքի, որ այսպես ասեմ, Գլենդելում օրինակ, հա, հայկական ռեստորանների 90% հայկական ռեստորանների հաճախորդների 99%-ը հայ են։ Մեր մոտ մենք արդեն հասել ենք նրան, որ մեր ընտեղի հաճախորդների կեսից ավելին հայ չեն։ Հա, շատ հզոր բան է։ Հա, մենք շատ ունենք, շատ ամերիկացի, սևամորթներ, ֆիլիպինցիներ, մեքսիկներ շատ ունենք մենք այտենց հաճախորդներ։ 18 թվականի հեղաշրջումից հետո հակառակը նվեր ստացակ, էլի փաստորեն։ Ֆիլիպինցիներն եկան, սևամորթներն եկան։ Այ մարդ ասեն, էս ինչ լավ բան է։ Փաստորեն էս հայերը ամո բան են ուտում։ Չէ, դա ինձ մի հատ էլ ուդար եղավ այդ բանից հեղափոխությունից հետո դզվեցինք COVID եղավ, փագեցին էլի մի տարի ու կես, այդտեղ էլ ընկանք բանի մեջ, հոգեբարքի մեջ։ Մարդիկ այդպես փորձությունները որ անցնում են, մի հատ գիրք են գրում, հետո մի հատ փիչ են պատրաստում, չէ՞, միջազգային։ Դուք այդպես հանգիստ անցել եք։ Ու այդպես Նարեկ ջան, ասենք այդ վերադառնանք այն սկզբի թեմային, այդ որ ասում ժողովուրդ ջան, ասենք բարդ է, բիզնեսմեն լինելը, բարդ է։ Ես մեկ-մեկ երազում եմ, հետո ասում լավ, ասում գժվել ես, մեկ-մեկ երազում եմ, ասում ախպեր ջան, միտեղ մտնեիր, մի հատ գեներալի դիրեկտոր աշխատեիր, ամիսը մի $15,000 փող ստանայիր, դեր դա էլի ստաբիլ ծախ կյանքդ, այդ 15,000-ն էլ բաժանեիր, ընդհանրենք 1,000-ը ուտելու վրա, 2-3,000-ը, չգիտեմ, բանը ճանապարհորդության վրա, բանը 4 տարին մեկ մի հատ կվարտիր առնելու վրա ու տենց Եվ այսպես անցնենք հաջորդ հարցին։ Սեպտեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում Կարասի բոլոր մասնաճյուղերում միասին քանի հոգի է մասնակցել զառով հաշիվ փակելու ակցիային։ Լավ թվեր ասա։ Թվեր ասա։ Ուրեմն ունենք տարբերակներ, 4 տարբերակ։ Հիմա ոնց որ հարցն է, այս գլխի այս ձախ թևը կանի հատ մազ կա։ Բաղամեն ինչ արել ենք, մենք բզբզ հարցեր։ Ընդհանուր հարցն ես կպատասխանեմ քանի հատ մազ կա, բայց որ ասես այս ձախ թևի վրա 17 քառակուսի սանտիմետրի վրա քանի հատ մազում ես, էդի չեմ կարա։ Всё։ Մտենց մի հատ հարց է։ Ֆիքս ենք էլի, մյուս հարցերը տենց տանք էլի։ Օրինակ տենց թե չէ, տենց։ Այդ տեսակի հարց է էսի։ Ինձ կազինոյի ավելի շուտ ասա։ Այո։ Ես հասկացա արդեն տակտիկան։ Ընթացքում որ խոսում ես, կամ հիշողությունը տես միացնում, կամ ուրիշ տակտիկա ես, հիմա գցեցի սկորը ուրիշ տակտիկա միացրեցիր էլի, արդեն խաղի։ Ասում եմ լավ, էսի կազինոյի պես ենք խաղում։ Լավ, գնացինք A 65, B 76, G
87 եւ D 99։ 99 ես պրոստա բանով եմ ուզում էլի տենց Մեծ դրական բանով հա էլի որ շատ կլինի էլի Իդեպ հետարքիր տենդենսա բոլոր գործարանները ձգտում են այդ ամենամեծ թվին երբ որ թվերը պարզ են ասում են արի ամենամեծը դնենք էլի թո թիմը լավ զգա իրան ես вообще իմ կյանքը թվերի վրա է հիմնված ես ինքս ես մաթեմատիկ ֆիզիկ եմ ես ավարտել եմ ֆիզմատ դպրոցը ու 4 տարի Հայաստանում գրավել եմ Հայաստանում միշտ առաջի, երկրորդ, երրորդ տեղեր եմ գրավել մաթեմատիկա, ֆիզիկա պլյուս դրան մի քիչ գլուխ գովամ նաև եղել եմ կանդիդատ մաստեր по շախմատам, կանդիդատ մաստեր по սպորտу по շախմատам ու այդ ուղեղի բանը, այդ մարզվածությունը շատ է պետք գալի բիզնեսում ու դրա համար նույն մեր ֆիզմատի լիգ շրջանավարտներ հիմա լուրջ բիզնեսմեններ են թվերի վրա հիմնված ենք մեր ուղեղները։ Տղես որ 8 տարեկան է, իր անունն էլա Տիգրան ինչը։ Ինք էլի ամբողջ օրը թվերի վրա է թվերով է խոսում։ Որ ասում Տիգ ջան ասում բանը երեք քանիսին զարթնեց, առավոտ քանիսին զարթնեցիր, ասում 8:47։ Հստակ թիվ ասում էլի Դավիթ։ Հնչեց 99, որը սխալ պատասխանն էր, ճիշտ պատասխանը 65 էր։ Լավ չեն աշխատում։ Հիմա մարքետոլոգը ցկվավ։ Ես պատկերացնում եմ Տիգրան անկեղծ թիմում Չէ, ստե մարքետոլոգի խնդիրի չէ, թույլի ձգվի մարքետոլոգը, բայց օպերացիոն լավ չի աշխատում, որ տենց քիչ է եղել, 66 է եղել, էլի։ Հա, 65։ Ճիշտ պատասխանը 65-ն էր։ Ոնց ես վերաբերում երկու բառով, հա, այդ լինելով նշվեց ֆիզիկա-մաթեմատիկական մոտեցում, հարցերին ճշգրիտ եւ շատ դեպքերում մտածում ես, եթե դու բնական գիտությունների մասով ես, ապա ստեղծարար կտորը, հա, այդ մարդու մասին չի։ Դες կա չէ՞, դες մոտ, չգիտեմ ինչի, դա էլա, իդեպ ասած, միֆ, հա? Չգիտեմ, չեմ կարող։ Ոնց ես վերաբերում կրեատիվ մոտեցումների մարքեթինգի մեջ։ Ոնց ես վերաբերում ինչ-որ տենց չարաճճիություններին, որտեվ զառով հաշիվ փակելը էդի ունիկալ երևույթ է, էլի։ Այդպես բաներ, որ երբ որ թիմը բերում առաջարկում է, հա, ասում ես չէ, մի հատ ինձ արդյունքը ցույց տվեք, թե թույլատրում ես թիմը ինչ-որ տեղ չարաճճիություններ անի։ Նարեկ ջան, նայ ուրեմն սենց ասեմ, տես, նախ բոլոր ժամանակների մեր մարքետոլոգի, մարքեթինգի ժողովուրդը էլի գլուխ եմ գովում, բայց լսում են բոլորը, շատ-շատերը հիմա ենթենք մեր մոտ չեն աշխատում, միշտ բոլորը ինձ ասել են Տիգրան ջան, մեր կամպանիայի ամենամարքետոլոգը դու ես։ Որովհետև ես գիտես ոնց ասենք այդ կրեատիվ գաղափարների, նույն զառը այդ իմ գաղափարն է, նույն կրեատիվ գաղափարների թեման, ասենք իմ հիմնականում ես գիշերները քնած ժամանակ եմ դաժե, էլի, ես քնած ժամանակ շարունակում էլի մտածել, այտենց վատ վիճակ է մոտս։ Ու նմանատիպ օրինակերի լիքը բաներ, մի հատ բանը արշավ ունեինք, դու կարաս, չգիտեմ, տեսել եք, ինքը շատ ուժեղ արձագանք Այո, դու կարաս հաջողես քո երկրում, դու կարաս, չգիտեմ, այտենց լիքը, հա, բիլբորդներ, բաներ եւ այլ, էլի այդ իմ գաղափարը այդ քնած ժամանակ եմ։ Քովիդից հետո է, չէ՞ դա։ Եթե չեմ սխալվում։ Հա, տոլի քովիդից առաջ չեմ հիշում։ Այդ ժամանակ էր ու հիշում եմ տենց ու ինքը գմփած ու ոնց գմփած ինքը մի մասը քլնգում էին մեզ որ դու կարաս չի դու կարող ես դա անգրագիտությունն է դա բան չի քրեական անունը ստվեց բանը Ավելատոք կլինի քերականության դասատուն դա ավելի անշարժ այլ քերականական սխալա բան եւ այլն ու այդ մի մասը իրանց էր քլնգում ասում էր ժողովուրդ մարդիկ կրեատիվ են արել մարդիկ բան են անում ու բանը սոցցանցերը գմփած էլի ու շատ էին քլնգում դե բանում մարքեթինգում այտենց բան կա չէ դա ասում են եթե բանը safe PR-ը քեզ չի սպանում ուրեմն դա գովազդ է հա հասկացա ու տենց լավ բան եղավ էլ եմ ասում ես շատ շնորհակալ եմ մեր մարքեթինգի բոլոր ժամանակների թմերից եւ աշխատողներից բայց կրեատիվը դա իմ ամենակարևոր բաներից է դա ես այդ իրանց այդ առաջատար դիրքերում եմ իրանց հետ միասին sense եկեք մի բան անենք մի բան փոխենք հայ եկեք մի բան մի ինչ եմ ասում որովհետեւ եզակի պրոյեկտներից եք որ եթե չեմ սխալվում արդեն երրորդ անգամ եք վերափոխվում հա ռեբրենդինգի հետ կախված դե 20 տարի է всё-таки մեր պատմությունը պետք է ես կան ընկերություններ կան որ տենց համարում են որ դե չէ էլի մարդիկ սովորել են արդեն մեր լոգոտիպին սովորել են մեր գրվածքին ինչի մնանք այդտեղ էլի եկեք
Հիմա տես նայ, կներես ոնց հատում, բնականաբար, հիմա նույն այդ կրեատիվը զառի հետ կապված, էլի մաթեմատիկի միշլենիայով է եղել։ Ոնց։ Ընդ տալսենք, որ 3-ից 6-ը ամենամեռած ժամերն է, ամբողջ աշխարհում 3-ից 6-ը ռեստորանային ոլորտում ամենամեռած ժամերն է։ Առաջարկներ եկան, ասին արեք 25% զեղչ անենք, արեք սենց անենք, արեք 30, դեսի ինչ անենք, արեք սենց նվեր տանք եւ այլն, մենք էս ճտած մոտս, ասում ժողովուրդ, դուք պատրաստ եք 25% զեղչ անեք, նայեք ինչ ենք անում։ Զառ ենք գցում այդ 3-ից 6-ը, այսինքն հավանականության տեսություն, Էյնշտեյն եւ այլն, հա, հավանականության տեսությունով այդ 6-ը կընկնի 16.66%, չէ՞։ Այսինքն մեր ընդհանուր զեղչը կլինի 16.66%։ Ասում եմ, տես, ինքո 25-ից ավելի քիչ զեղչ եմ ունենում։ Բայց ավելի հետաքրքիր է, ավելի ազարտնի է։ Բայց ազարտա շուխուրա։ Բայց 25-ը ոչ մի չի ասում, ինքը ոնց որ ամորֆ մի հատ բան է լինի։ Զեղչ ենք տալիս։ Իսկ էսի խաղա, ինտրիգա է, կողքի սեղանը կարաս նայես ինչա կատարվում։ Մեկը գցում է, 6-ը գցում է, մեկ էլ 5 հոգի 5 սեղան նստած է, մեկը 6-ը գցեց, շուխուր գոռում են, բան 6, բանը դե սաղ տենում են այդ ամեն ինչը։ Պլյուս դրան ազգը հազար ներողություն արդեն սաղորը բան է, չէ՞, կազինոյի մեջ է։ Հա, ցավոք սրտի։ Ազարտի թեման դարել է շատ, հա։ Սիրում են էլի խաղալ մեծ մասը։ Ընդհանրապես ազարտի վրա, խաղի վրա կառուցել մի բան, Տիգրան ջան, ինքը շատ հզոր է, որտեղ ինքը էմոցիա է տալիս։ Քանի որ պարտվել ենք, բզբզ հարց ունենք։ Պետք է քաշենք ու քաշվենք։ Իդեպ ասեմ բզբզ հարցերի մեջ ունենք նաև հարցեր, մեր նախորդ ուրեմն հյուրերից եւ այսօր եւս ավարտին դուք մի հատ հարց կթողեք եւ կմնա միշտ մեր մոտ այդ հարցը այնպես որ բայց դե երկու հատ մի վերցրեք մի հատ վերցրեք այն որտեղ շատ է կարա միանգամից սաղին պատասխանեմ չէ եկեք մի հարցի որին պատասխանեմ Քամանչայի հարցին թե early one-ի ահա երկուսն են եկել են Եկեք Քամանչային, որտեղ վերի ոլորտային կլինի։ Ոլորտային կլինի, Գևորգին ողջունում ենք, բայց ոլորտային հետարքիր Արեգին է ողջունում։ Արեգ Գևորգյան, շնորհակալություն հարցի համար։ Ինչպես ես մոտիվացվում նոր բարձունքներ գրավելու, երբ արդեն լավ կյանքը, ընտանիքի անհրաժեշտ ծախսեր եւ ապագայի խնայողություններ եւ այլն ապահովված է։ Հանուն ինչի գնալ ռիսկի։ Ես սենց հասեմ, էլի շատ հարգում Արեգին, չենք ճանաչում ենք իրար, իր հաջողությունները, բիզնեսը եւ այլն, բայց ես մի բան կարամ ասեմ, որ բիզնեսմենը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ բիզնեսմենը ինքը ես բիզնես չեմ անում, որ այդ փողը աշխատեմ, կոմունալից վարձերը մուծեմ, բանը մեքենայիս ապառիկը վճարեմ, չգիտեմ, տարին երկու անգամ գնամ, բան, մի անգամ Կիպրոս, մի անգամ էլ բան, Վիեննա ու ես երջանիկ եմ դրանով, հա, ես դրա համար չեմ աշխատում, ես դրա համար բիզնես չեմ անում։ Այսինքն ինչ որ նշաձող չկա դրված թվով։ Չբացարձակ, ես միշտ դա ասել եմ, ցանկացած ընդլայնում իմ բիզնեսում, հենց ընդլայնումն է ինձ առաջի հերթին կայֆ տալի, հազար ներողություն, ասի դե բան ենք, չէ, անմիջական զրույց։ Լրիվ 1000 անգամ ավելի շատ այդ ընդլայնումն է ինձ կայֆ տալիս, նոր մասնաճյուղ բացել, չգիտեմ, ինչ-որ նոր պրոյեկտ սկսել եւ այլն։ Այ հետո նոր այդ դրանից եկած գումարը։ Հիմա առաջներդ էդ է, հիմա գումարը հետևանքն։ Հա, միանշանակ բացարձակ, ես բիզնես չեմ անում, որ իմ ընտանիքի անհրաժեշտ ծախսերը փակեմ կամ խնայողություններ անեմ։ Ու պլյուս դրան, մի հատ էլի ասեմ, էլի հազար ներողություն, Արեգ ջան, քեզի շատ հարգում եմ։ Միշտ թող քո մոտ հերթեր լինի, ես ուրախ եմ, ես միշտ կողմ եմ առողջ մրցակցությանը 20 տարի, դա բերում է նրան, որ բոլորս զարգանում ենք, ասում ենք, տես Արեգի մոտ, ես ասում եմ, Արեգի մոտ հերթ ան, հենց Արեգ մեր մոտ է լինի, ինչ պետք է եւ այլն։ Հաջորդ հարց։ Կարաս ազգային սննդի ցանցի Instagram-յան էջում քանի դիտում ունի սննդի որակի վերահսկման հաստ համակարգին նվիրված տեսանյութը։ Instagram թե Facebook։ Instagram-ում։ Թե նույն բանն է։ Չէ, Instagram-յան։ Հա։ Instagram-յան էջում քանի դիտում ունի սննդի որակի վերահսկման հաստ համակարգի նվիրված տեսանյութը։ Տարբերակներ ունենք 666.000, 668.000, 766.000 եւ 788.000։ Օ, այդքան եղել է։ Պաստորեն իմ բաներից, վիդեոներից իմ անձնական մի քիչ անցել է, հա։ Մեկ նախավերջի թիվը ինչքան էր։ 766.000։ Հա, թույլի լինի։ Այդ ճիշտ պատասխաններ է։ Հաշվեցի ճիշտ պատասխաններ։ Ճիշտ է։ Հա, ճիշտ պատասխաններ։
Մի հատ հարց տամ, էլի, նոր որդիս ասել։ Ասեմ, բայց ինչի։ Ինչի բա դե ասա, էլի, ինչ որ դուք այնտեղ ֆորմուլաներ ունեք տեստերի այդ աշխատանքի, հա։ Չէ, ինչի է, ասեմ ինչի է։ Ոնց է կարծել։ Մոտ 1 միլիոնին հասել։ Ահա։ Որտե մեջը ես կամ։ Այդ վիդեոյի մեջ ես կամ, դրա համար տենց թվեր է։ 766,000 բավականին լուրջ Տիգրան, ուզում եմ մի քիչ խոսանք դրա մասին, որովհետև շատ դեպքերում տպավորություն է սա, որ մարքեթինգային թեմա է եւ այլ։ Այսինքն այդ որոշումը, որ պետքա դրվի հաստ համակարգ, որովհետև ելի եմ կրկնում, շատ դեպքերում ես զարմացած էի, նույնիսկ արտահանում իրականացնող ընկերություն հաստ համակարգ չունի։ Երբ որ ասում ես լավ, դու կարաս հասպից հրաժարվես, ապա ինչ ունես, էլի սննդի անվտանգությունը ապահովող ինչ-որ համակարգ, ասում եմ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մենք պահպանում ենք աշխատակից ունեմ։ Ասում եմ իսկ դա ո՞նց եք ներկայացնելու, էլի աշխարհին։ Այսինքն դուք ես շատ դեպքերում լսում եմ միայն արտահանող ընկերությունների հետ կախված միջազգային, որ հասպը դրված է եւ արդեն չի քննարկում ISO հասպ իրանք ունեն։ Քայլը դեպի հասպ, ինչով է պայմանավորված ու այդ անվտանգության թեմաներ էլ մի քիչ սննդի թեման ինքը շատ տենց զգայուն պահ է։ Միանշանակ համաձայն եմ, Նարեկ ջան, նայ, սենց ասեմ, նախ Հայաստանում, ասեմ, չասեմ Հայաստանում, բայց վստահ ասեմ Հայաստանում մեր ոլորտում առաջինը մենք ենք եղել, որ HACCP համակարգը ներդրել ենք։ Ու նախ իմ համար շատ կարևոր է սննդի անվտանգությունը, համար 1 նույնիսկ մինչև քո գալը մեկ էլի չգիտեմ ինչ թեմայից բացվեց այս խոսակցությունը, ես ասեցի ասում ժողովուրդ իմ համար շատ կարևոր է նույն սննդի տեսչություն եւ այլն, հա, անվտանգություն եւ այլն, որ կան, ասում ես եթե նույնիսկ ունեմ թերություն, ասում ժողովուրդ եկեք ինձ բռնեք այդ թերությունը, ցույց տվեք, տուգանեք, ոչինչ, տուգանեք այդ 300,000-ը, 400,000-ը, բայց ես իմանամ իմ թերությունը, որ ես այդ թերությունը, որովհետեւ այդ 300,000-ը եթե իմ համար շատ ավելի փոքր թիվ առնելու, եթե հանկարծ այդ թերությունից բխող ինչ-որ խնդիրների առաջ ես կանգնեմ, բայց այդ ամեն ինչին նաև մեկտեղ, այդ նոր ասում ենք առաջինը մենք ենք ներդրել այդ համակարգը մոտավորապես արդեն 10 տարի է մեր մոտ էտիկա, այսինքն այդ բոլոր բաները, այդ չգիտեմ կանաչ դանակով բանջարեղեն պետք է կտրել, չգիտեմ այդ հումիսը պետք է լինի ավելի ներքև քան բանը եփածը սառնանում եկեք խոսանք FIFO եւ այլն եւ այլն ինքը սիրունության մասին չի ինքը ծախսը արտելի մեծ ծախսը սառնանում դա մեծանում տարածներն են մեծանում ու մենք ունենք հատուկ որակի վերահսկողության դեպարտամենտ որը որ բարբերաբար այսինքն շաբաթը 1-2 անգամ մինիմում շաբաթը որ այդ բաժինը մտնում է մեր մասնաճյուղերը ստուգում է ինքը լրիվ անկախ բաժին է ինքը ենթարկվում է անմիջապես հիմնադիրներին ինքը մտնում է բարբերաբար շատ ամիսը մոտավորապես 5-6 անգամ ստուգումներ է կատարվում բոլոր մասնաճյուղերում ու այն համակարգով որը որ կիրառվում է Միացյալ Նահանգներում Health Department-ը որը որ ամենավախենալու դեպարտամենտն է ռեստորանների համար Միացյալ Նահանգներում այդ նույն սիստեմայով մենք մեր այդ դեպարտամենտը ստուգում է մեր ռեստորանները այդ տենց մեր մոտ էդի շատ խիստ է դրած, մեր մոտ էդի շատ լուրջ է դրած։ Բայց միևնույն ժամանակ, Տիգրան ջան, այստեղ ես մի հատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսամ, որ երբ որ դու խաղում ես 25+, հա, կետերով, հա, երբ որ դու ունես առելի մեծ քանակության մարդկա, շատ հնարավոր են բաց թողումներ։ Դա լրիվ նորմալ երևույթ է։ Ես այս վերջերս ֆիքսել եմ, թե մենք ինչ աստիճանի վառվող աշկերով տարածում ենք, թե այստեղ կամ այնտեղ, ինչ-որ թերություն ենք, թե, ու ոնց ասես բոլորը գան ասեն, որ էդում եք տշում։ Նարեկը ժուճոկ ունի դրած ժողովուրդ։ Լուրջ եմ ասում, ինչ-որ կամ իմ վրա է ժուճոկ դրել, կամ ձեր վրա։ Նույն բաներն է խոսում, ինչ-որ մինչև իրա գալը մենք խոսում էինք։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ես այստեղ եմ իրականում, դուք եք։ Էսի ստից թեմաներ է այդպես որ ժուճոկով լսել է, բայց դուք պրոստը իմացեք, էլի, վաղը մյուս օրը կարող ես բաներ եք խոսում, որ ինքը չպետք է լսեք, թե 100% ժուճոկը իր մասին եք խոսում։ Ինչեւ քո գալը ինչ խոսացել ենք, բանը կոնֆերենց հոլում, այդ թեմաներ։ Էդ էլ ենք խոսացել։ Ես իմ շրջապատին, իմ ընկերներին, հարազատներին ասում եմ, եթե դուք իմ մոտ խնդիրը տենաք ու ինձ չասեք, ես ձեզանից կնեղանամ։ Բնականաբար, ու նույն կերպ ես որ տեսնում որևիցե խնդիր, որևիցե բիզնեսում մի հատ այն որ տենց 1000 անգամ ջանջիգարով ասում նույն սեփական ընտրուց ասում սենց խնդիր կա բայց այդ քո ասածը այդ որ ասում էլ նոր այդ ենք խոսում մինչև քո գալը ասենք ենթադրենք բանը բորշի մեջից մազա գտել հա ինչ որ ռեստորանի ժողովուրդ ասենք օրինակ բնականաբար պետքա մաքսիմալ անել որ տենց բան չլինի բայց եղել է ու էդ էլ ասեցի ասում
մեր մամաները, մեր կանայք, ասենք որ տունը 3-4 հոգու համար ամեն օր ճաշ են եփում կամ օրը մեջ ճաշ են եփում, էլի ոնց էլ ուզում ալի շաբաթը մի հատ չեպե կանեն, էլի։ Մասկ գտնեն կամ ասենք կարտոֆիլը մի քիչ հում կլինի կամ չգիտեմ, տես մի բան, չէ։ Բա ախպեր ջան, օրը 25000 մարդ ենք կերակրում ամեն օր։ Ու այդ մի հատ մազը որ գտա, փոխանակ մի հատ կանչի մենեջերն ասի ցավը տանեմ, էսի մենք շուտ փոխի։ Ամբողջը փոխի։ Հասկանում եմ, բան, մենք էլ բնականաբար հազարատ ներողություն կխնդրենք, կհյուրասիրենք, մի հատ էլ մասաժ կանենք, մի հատ էլ ինչ ուզի կանենք, ասենք շնորհակալություն ու Որտեւ ինքը կճանապարհենք։ օգնեց այդ պահին։ Հա, բայց ասենք մեծամասնությունը այդ քոզը նկարում, ու գցում են քացու տակ։ Բիտաներով տփում են, ասենք այդ բիզնեսը, ասենք խի Ժողովուրդ ինչ են կարել, բան ենք հանցագործել։ Հետո բայց հետո գիտես ինչ է հետարքիր, հետո մի քիչ հետո դու գնում ես դուրս ու դուրս մեկ ասում է եկել էի Հայաստան, գնացի ես ինչ տեղը, այս ինչ հավեսիներ դու ուտքես մեջ լավ ես զգում, էլի Մուրադի դեպքն ես ընդունում, հա դե մեր հայաստանյան ուտելիքները ռեստորանում, այս հատանեմ 3 օր առաջ դու մի հատ post էիր տարածել, որ ուտելիքը վատնա։ Հաջորդ հարցը մեր ինքը հանելուկային է։ 3-ից 2-ն են պատասխանել դեռ, հա, փաստորեն։ Հա, հանելուկային հարց է երեխայից է լինելու եւ այս անգամ մենք Տերյան Kids Park-ի սան միայի կողմից ենք ուրեմն հանելուկը լսելու։ Դա ինչ որ մի խանութի նոր արտաքինն է։ Ես որ իմ մազերը կտրեի, ես կփոխվեի, բայց կմնայի նույն գեղեցիկ աղջիկը։ Դա ինչ որ խանութ։ Հիմա հարցս այդ խանութի անունը պետք է տամ, թե։ Չէ։ Դե ինչն է։ Սա երևույթի մասին է, երևույթը բիզնես աշխարհից է եւ Ռեբրենդինգն է, հա։ Հա։ Ռեբրենդինգ, հա։ Էդ էլ ավելի։ Ժուչոկ ուրեմն դու ես դրել։ Բայց դա երեխեն ռեբրենդինգ բառը որտե է գիտի։ Դե դա։ Այսպես է երեխեն բացատրում։ Մոլոջեց։ Մենք ունենք հիասքանչ սերունդ, անկեղծ նոր աճող սերունդը մեր 100% միանշանակ համաձայն։ Ես այն դեպքերից ա որ մեկ-մեկ տեսնում ես, ասում ես Այո։ մենք մի խնդիր ունենք, ամեն ինչ անենք այդ երեխեքին ստեղ պահենք։ Միանշանակ համաձայն։ Որտեղ մեր երկրի համար իրանք արարել են։ Աշկերը վառվում են, հիասքանչ տաղանդավոր երեխեք ունենք, ճիշտ պատասխանն էր, հա, ընդհանրապես Հիմա դուրս կմտածեն Սուզյան առածա։ Սուդիան խաղն է ծախած լավ։ Դի հին բարերից է, չէ։ Այլ։ Հաջորդ հարցը ինքը ոչ թե հարց է, իրականում հետեւյալի մասին է, թե ինչքանով եք թիմով ձեր ընկերությունում դուք իրար հետ սինխրոնիզացված։ Ինչ է սա նշանակում։ Մենք հիմա հնչեցնելու ենք մեր հայ մեծերի խոսքերը 4 տարբերակ, որոնք նախապես նաև հնչեցվել են ձեր թիմակիցներին եւ իրենց կարծիքով, հա, ամենահոգերազատը քեզ հենց դա է լինելու։ Հիմա իրանք մտածում են, որ հենց այս մի տարբերակը ամենահոգերազատն է լինելու։ Ըստ իմ կարծիքն ու իրանց կարծիքը պետք է համընկնեին։ Այո։ Գնացիք։ Պատրաստ ենք։ Դավայ։ Բազմաթիվ հարցեր ես տալիս, մարդկանց ես լսում, բայց ի վերջո հետևում ես սեփական բնազդիդ։ Քրքրքորյան։ Սա առաջի տարբերակն էր։ Բ տարբերակ Մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին եւ օրորոցայինը եւ առաջին հեծանիվը։ Մհեր Մկրտչյան։ Երրորդ տարբերակ, Գ տարբերակ, պետք է մեծ մարդոց ընկերանալ, ներշնչվելու համար անոնց մեծ պատկեր են։ Վահան Թոթովենց։ Եվ Դ տարբերակ, սխալների դեմ պայքարելը ինքնին արվեստ է եւ գիտություն։ Դավիթ Անախտ։ Առաջի եւ 4-րդ տարբերակների մեջ բանանում։ Ուրեմն, առաջի տարբերակն է բազմաթիվ հարցեր ես տալիս, մարդկանց ես լսում, բայց ի վերջո հետևում ես սեփական բնազդիդ Քրքրքորյան։ Մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին եւ օրորոցայինը եւ առաջին հեծանիվը։ Ավայ առաջինը։ Մհեր Մկրտչյան, առաջինն ենք ընտրում։ Հա։ Ընտրում ենք առաջինը։ Այսինքն բանը էլի 4 կող Ղարաբաղցի եմ, էլի խոսում, վերջը իմ ուզածն եմ անում։ Բայց թիմը ասում է իրականում քեզ ավելի շատ է սիրում։ Այդպես չէ, մտածում եմ որ ամեն դեպքում իրար հետ եք մտածում, Ես գիտեմ, թիմ սա սխալ պատասխաններ, նո սխալ չէ, ասենք ճիշտ պատասխաններ ձեր կողմից, բայց թիմը մտածում էր մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին եւ օրորոցայինը եւ առաջին հեծանիվը Մհեր Մկրտչյան։ Իդեպ ասած, ստեղ մի քիչ ծուղակ կար, իհարկե Քրքրքորյանը հնչեցնում է նաեւ գործարարի պարագայում, բայց սա երկու բառով, հա, այդ որ ասեցիր
Պադոշի թեման դիմացից, հա, դա հայ գործարարին բնորոշող երևույթ է։ Ինչքան հանդիպել ես, էլի, ուրիշ ազգի գործարարների հետ էլ, որտեվ Քրքորյանն էլ տենց մեղմ ասած այդ գծով էր գնում, էլի։ Ես միշտ հիմա տես ինչ որտեղ էլ հակասեմ այդ իմ հարցի պատասխանին, բայց մեկը այդ երևույթը կա, շատ կա։ Հիմա կամ նույն ձևի ես միշտ ասել եմ, որ ցանկացած կառույցում ամենակարևորը դա թիմն է, դա կադրերն են։ Այսինքն դա կապ չունի, դա մասնավոր բիզնես է, հիվանդանոց, թե ասենք, չգիտեմ, նախարարություն։ Լոկոմոտիվը դա կադրերն են։ Դա ամենակարևորն է, ես միշտ դա ասել եմ։ Ու թիմի հետ նույն այդ շփումը, այդ աշխատելս եւ այլն, ինքը հաստատ այդ բանը մենք ունենք։ Հիմա նույն այդպես ես դա շատ եմ ասում ու այդ նույն կերպ էլ աշխատում եմ, ենթադրենք top management-ից, հա, մարդ գալիս է, մտնում է մոտս, ասում է, սենց առաջարկ ունեմ, Տիգրան ջան, արի սենց անենք, չէ։ Ես ոչ թե 100%, այլ 1,000,000% վստահ եմ, որ դա սխալ առաջարկ է։ Վստահ եմ, որ ինքը չի լինելու, հա, վստահ եմ, բայց ես ասում օքեյ, ու բնականաբար նաև վերլուծում եմ, եթե այդ իր առաջարկը ինքը գնա անի, ես չեմ մեռնելու, կոպիտ ասածավ, իհարկե բիզնեսը չի սպանելու կամ տրագեդիա չի լինելու, բայց գիտեմ, որ իր ասում օքեյ, այդպես ուզում անես, գնա արա։ Այսինքն ինքը այդ վաղ գնում է, անում է, տենում է, որ չստացվեց, սխալ եղավ, ու հասկանում է իր արդեն իր բանը, որովհետև երբ որ ինքը քո իմ դուռը բացել մտել է, ինքը արդեն 1,000,000% վստահ է, որ այդ իր ասածը ռեալ բան է ու ճիշտ բան է։ Այսինքն թևերը չես կտրում, թույլ ես տալիս սխալվել։ Բնականաբար, իսկ որ ինքը ասեմ չէ, cancel, 3 օրը մետ ուրիշ առաջարկով գա, էլի նույն ձև, ասեմ չէ, եւ երրորդ օր ինքը չի գա իմ մոտ։ Ինքը էլ առաջարկով չի գա իմ մոտ, որտեվ գիտի, ախպեր ասում, արա երկու անգամ գժական մի հատ առաջարկով մտա մոտը, ինձ ասեց գնա, իձի գուլայի կոպիտ ասեց, հա։ Էլ խիպտի երրորդ անգամ գնամ իր մոտ։ Ես էլ եմ սխալներ թույլ։ Քանի որ մենք ունեցանք դեսինխրոնիզացիա, ունենք բզբզ հարց։ Մի հատ։ Հա, լավ, մի հատ։ Բայց բան չկա, տերը չկա։ Հա, էսի նշանակում է TV կողմից է պատրաստված։ Չէ, ուրեմն նենց անեք բան։ Ինչ որ հայտնի մարդ, չեմ կարդացել եմ։ Հա, կա։ Սա դուք եք գրել։ Ասում ասած դե։ Հələ։ Սա անտեր հարցեր են։ Անտեր հարցեր։ Հա, լավ կտրեք ես կան։ Չէ, իսկան դեր կդրենք։ Արի, իսկան դնենք։ Արի, ես դե դնեմ քաշի։ Լավ, արի, այստեղ ինչ որ կա չեմ տեսա ինչա։ Մարիամ տեսա ինչ։ Ահա։ Մարիամ Երաբյան։ Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն։ Այ հոգեբանների բարդ։ Ես որտեղ Ողջունում ենք Մարիամ։ Ես բան, հա, ողջույն չեմ Իրանք միշտ ավելի շատ գիտեն մեր մասին, չէ։ Չնայած ես միշտ մեկ ասում, я прирожденный психолог, ես բաներ եմ խոսում, էլի, բան, բայց դե քո որ սխալը արդեն པարզ է, հարցի սկսես որ սկսում ես, արդեն զգում ես որ հոգեբան է, քո որ սխալը, որտեղ մի բան է։ Այսինքն դու հաստատ սխալվում ես, էլի։ Չարդարում կարող է սխալվել ես։ Մատից բան է, նույնպես չափալախում է, հետո շարունակում է, էլի։ Քո որ սխալը կարող ես համարել առավելություն քո իսկ ոլորտի համար։ Սենց ասեմ Նարեկ ջան, པարզ ճիշտ ասած բնականաբար բիզնեսում բազմաթիվ սխալներ ես գործում ու բազմաթիվ բնականաբար ճիշտ քայլեր ես գործում, մի քանի սխալները բանը լուրջ խնդիրի առաջ ես կանգնում, մի քանի սխալներ էլ պրոստը դու կարաս դու սխալ գործես, հա, այդ պահի դրությամբ, բայց ինքը քանի որ լինի երկարատև ինչ որ պրոյեկտ որոշել ես այսինչ բանը կազմակերպես, բայց այդ բայդրությամբ դու սխալ ես անում էդի, դու չես էլ հասկանում որ սխալ ես, դա սխալ է, բայց ինքը գեոէկոնոմիկի կամ ինչ-որ գեոպոլիտիկի փոփոխությունները այդ ընթացքի ժամանակ նենց է փոխվում քո երկրում, քո տնտեսությունում, որ մեկ է բախտը դբերում է, որ այն սխալը մեկ է ալեհոպ կպավ էլի։ Այսինքն այնպես ամեն դեպքում ոնց են ասում, հա, случайность հայերեն բան պատականությունները կան, բիզնեսում կան այդ բանը։ Բնականաբար։ Ամեն ինչ որ օրինաչափ է։ Բնականաբար, բայց հենց դա բիզնեսում է այդ ամեն ինչ էլի։ Որ նույն այդ ռիսկ ասածը, որ անում ես, ռիսկը ինչ է ինձ ներկայացնում։ Այսինքն ռիսկ, եթե դու գնում ես ռիսկի,
քո կամ բախտը ինչ որտեղ այդ տոկոսը կա դրա մեջ, չէ՞, որ բախտդ կբերի, կստացվի կամ մեկ էլ բախտ Կամ ինչ որ բաներ պետք է ստացվեն։ Բնականաբար այն որ հիմար բաները, որ անում ես, որ հաստատ գիտեք, ինքը բանը պրավալի է, դա արդեն ռիսկ չէ, դա ապուշություն է։ Բայց ռիսկի մեջ բնականաբար սխալվելու, հենց ռիսկ ինքը նշանակում որ դու սխալվելու բան ունես։ Այդ բանի հետ կապված, հոգեբանության հետ կապված կիսակատակային բան է, բայց բացարձակ էս, դա ինքը շատ լուրջ գիտություն է, շատ լուրջ, ու ես ինքս շատ եմ ուսումնասիրում, հենց նույն իմ բիզնեսում էլ եմ ես օգտագործում դա, ու շատ եմ ուսումնասիրել, չգիտեմ, բան ժեստիկուլյացիայի հոգեբանությունը, բանակցությունների ժամանակ, հայացքների բանը, հա, պսիխոլոգիան, որ ոնց է դիմացինը իրան պահում վերև նայելով է խոսում, ինչ է նշանակում, ներքև ձախ նայելով է խոսում, ինչ է նշանակում, չգիտեմ, ծերը սենց բռնած է խոսում, թե եւ այլ, դա մնաց կարևոր բաներ է, ու շատ եմ ուսումնասիրում, շատ ուժեղ բան է, չգիտեմ, պսիխոլոգիա վադի, հա, շատ լուրջ բան է, գիտություն է, ոնց է ինքը ինֆորմացիան կլանում եւ այլն, ես ապշած եմ նույնիսկ ինչքան կարևոր է սննդի կետում գույների, ուզորների արկայությունը, համատեղությունը, գույները, հոտերը եւ այլն փոխում է, էլի, այսինքն դու կարող ես լրի մի հատ միջավայր ձևավորես, հա, որ մարդը ինքը տագնապի մեջ լինի չիմանալով։ Ու հակառակը հետարքիր բան էի ողրել, մեր պրոյեկտ ենք անում միջազգային ֆուդ կորտում, ուրեմն թրթրիկ լույս է դրած։ 100 հատ լույս է կախված եւ ամեն 11-12-րդը դες թրթռում է։ Ասացի լամպուշկին ինչի՞ չէ փոխել, ասեցի դիտավորյալ է արված, որպեսզի մարդը երկար չմնա, որտեվ ու զգում ես թե ոնց է այն մի տեղի գիտությունը, որտեվ ասում այդ ինքը ամբողջովին չի լարվում մարդը։ Պետք է մի քիչ բրիձելը ճիշտ բռնեն, էլի։ Հա, այո։ Կարող է շատ թրթռա, արդեն ոչ թե շուտուտի գնել, մի հատ էլ այդ բանը absent մենեջերը գլխին։ Հա, այ, ասում էդի հաշվարկվում է, ըստ ժողովրդի բանի, ասում ուր են գնացել, էլի, այ մաթեմատիկայի նորից վերադարձանք, էլի, այսինքն ամեն ինչը բիզնեսի մեջ հաշվարկվում է։ Հաջորդ հարցը կազմված է արհեստական բանականության կողմից։ Դες մենք մտածենք ինչի բոլորը օգտագործում են, մենք մեր համար էլ ինքը դառնա գործիք։ Թիմակիցները մաքսիմալ տանջել են, հա, այն որ ասում հրահանգելը կա նաև AI-ը տանջել, չէ։ Հարցը հետեւյալ ապագայի վերաբերյալ է եւ հետեւյալ ձև է հնչում։ Ըստ արհեստական բանականության կանխատեսման նշված մարտահրավերներից որը հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին առաջիկա 3 տարիներին։ Այսինքն նկարագրված է բիզնեսը, նկարագրված է երկիրը եւ այլ եւ արհեստական բանականությունը ինչ ուզում է լինի մեկը ուտելու են։ 4 տարբերակ կա։ Ուրեմն մի հատ մարտահրավեր, որը չի վերաբերվում ուրեմն ձեր բիզնեսին։ Աշխատակազմի պահպանման խնդիր։ Իրոք, այսինքն 4-ից 3-ից ռիսկ կա, որ կազդի իմ բիզնեսի վրա, այդ մեկը մեր բիզնեսի վրա չի ազդի։ Խոսքը գնում է վատ ազդեցության մասին։ Հա, դե վատ չէ, ինքը բացասական ազդեցության մասին։ Ինքը մարտահրավեր է, եկեք վատ չասենք, մարտահրավեր է, որով պետք է զբաղվել։ Առաջիկա 3 տարիներին։ Առաջի տարբերակ՝ աշխատակազմի պահպանման խնդիր, B տարբերակ՝ ծախսերի աճ, G տարբերակ՝ on-line պատվերների կտրուկ նվազում եւ D տարբերակ՝ սպառողի ճաշակի փոփոխություն։ Այսինքն մարտահրավերներ, որոնք առաջիկա 3 տարիներին կան, ու դրա հետ կախված դուք քաղաքականություններ եք էլի մշակում, բայց մի տարբերակը հորինված է։ Աշխատակազմի պահպանման խնդիր, ծախսերի աճ, on-line պատվերների կտրուկ նվազում եւ սպառողի ճաշակի փոփոխություն։ Երրորդը։ Չեմ խաղում այդ։ Վերջ։ Սա ճիշտ պատասխաններ։ Նավսեք եմ այդ քաշեմ մի բան։ Կա արդյոք ընկերության ներսում դրված ինչ-որ մի հատ համակարգ, որ ինչ-որ մի հաճախականությամբ դուք հավաքվում եք, չգիտեմ, 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ, ռազմավարությունները վերանայում եք, մարտահրավերները, ապագայի վերաբերյալ։ Ինչ-որ տես ֆորմատ կա։ Բնականաբար կա։ Այզում մի քիչ բացենք էլի դրա հետ կախված։ Ամիսը 2 անգամ top management-ի թիմով, մոտավորապես 25 հոգի top management-ը, շաբաթը ամիսը 2 անգամ հավաքվում ենք ու ժողովներ ենք անում, քննարկումներ, դիսկուսիաներ եւ այլն։ Ավելի երկար ինտերվալով ես հանդիպում եմ
մենեջմենթի հետ արդեն, մասնաճյուղերի մենեջերներ, չգիտեմ, ադմինիստրատորներ եւ Այսօր ստրատեգիկ սեսիաներ եք անցկացնում։ Համ թե ստրատեգիկ, թե ինչ-որ նորություններով, թե ամենակարևոր դրա հիմքը ավելի շատ նպատակը ամանավանդ այտենց մեծ, եղել են նույնիսկ բաներ, որ ամբողջ թիմի հետ եմ էլի հանդիպել, ավելի բան տալու համար, ստիմուլ տալու համար, մարդկանց հասկացնել, որ իրանք սիրեն այդ գործը, որ իրանք նվիրված լինեն այդ գործին եւ այլն, ու դիքը բաներ կա էլի, որ Տիգրան ջան, հետաքրքիր մի հատ բան եք բացահայտել, ուրիշ պրոյեկտի շրջանակում աշխատում եք, զարմացած էի, որ դե ռուտինա կոչեցյալ կա, հա։ Ես ճիշտ ասած հայերեն թարգմանությունը չգիտեմ, ուրախ կլինեմ, եթե մեկնաբանությունում գրեն հայերեն ոնց կլինի։ Զարմացել է, որ վաճառողի մոտ կարա լինի ռուտինա։ Սարդոստայինի նման մի բան է, չի։ Այսինքն ես մտածում եմ միշտ, դե մի հատ պրոյեկտ ունենք, բավականին մեծ քանակությամբ վաճառողներ կան, ընդհանուր թիվը 14000 է։ Եվ պարզվում է, միշտ մտածում ես, ախր ասորտիմենտը փոխվում է, ապրանքը, հաճախորդը փոխվում է։ Ոնց կարող է քո աշխատանքը լինել ռուտինա, եթե մենք միշտ մտածել ենք ռուտինան օֆիսային աշխատանքին է վերաբերվում, մարդիկ որ ամբողջ օրը նույն տեղը, նույն կոմպի շուրջ, այսինքն նույն սուրճն են խմում, նույն կակտուսն է դրած, քո հաճախորդները փոխվում են, պարզվեց այդպես չի, ինչ-որ ժամանակ հետո մեկը գալիս է այդ պահը, երբ որ մարդը դրան էլ է սովորում։ Ու այդ ռեստարտները, սեփականատիրոջ հետ հանդիպելը, թիմով ինչ-որ տեղ հավաքվելը, այն որ մի հատ նորից վերահաստատել ինչի համար ենք մենք այստեղ, որովհետև ինչի ենք դա բացահայտել, 80% աշխատակիցները ոչ թե գալիս են մեր մոտ աշխատելու, երբ որ իրանք լրացրել են, որտեղ եք աշխատում, այլ առևտրի կենտրոնի անունն էին նշել։ Այսինքն իրանք ոչ թե բրենդում են աշխատում, ոչ թե այդ խանութում են աշխատում, այլ պայմանական աշխատում են այդ մոլում։ Կամ ասենք որ դες աշխատում, դա Չարբաղ։ Չարբաղ, ու դու ու հասկացել ենք որ լսեք, մենք իրանք կորցրել ենք, իրանք արդեն շուտվանից չեն կրում մեր արժեքները դեպի հաճախորդ, մեր այն արժեքները դեպի բրենդ։ Այսինքն դու քո օֆիսում մի հատ բան ես սարքում, ուղարկում ես, բայց 1980 այդ խողովակը չես մաքրել, այդտեղ մի բան խախտվել է։ Ու այդ պարզեց ինչ-որ պարզ բան էր պետք, հավաքվել, ժամանակաժամանակ քննարկել։ Նույնիսկ դրել ենք հիմա մի հատ ֆորմատ, երկու շաբաթը մեկ գլխավոր ղեկավարը ամբողջ ստաֆի հետ 200-300 հոգով հավաքված ինչ-որ զումեր է անցկացնում, ինչ-որ թեմաներով։ Ինչ է կարդում, ինչ է, այսինքն այդ իրանք զգան, որ իրանք տենց շուրուպ չեն, մեխանիզմի տես փոքրիկ վինտիկ չեն, էլի, իրանք կարևոր միանշանակ, շատ կարևոր բաներ։ Ու պլյուս դրան, նաև ասենք դիքը տենց բաներ ենք խոսում ենք, շփվում ենք, նամանավանդ ընդամեծ թիմի հետ որ հավաքվում են։ Ու չգիտեմ, օրինակ, հա, պատմում եմ, որ ժողովուրդ հիմա դու օրինակ այս ինչ մասնաճյուղի գանձապահն ես, չէ՞։ Օրինակ դե սուպերվայզերը տեղել է առաքիչ, հիմա ինքը սուպերվայզեր է դարել։ Եղել է մատուցող, որ հիմա դարել է, ասենք, չգիտեմ, բանի մասնաճյուղի տնօրեն։ Եվ այլն եւ այլն։ Մեր մոտ դա շատ կարեւոր է, որ մարդիկ աճեն, հենց մեր մոտ։ Ու նույնը իմ օրինակն եմ բերում, ասում ժողովուրդ, ես եղել եմ 2001 թվականին, ծանոթով ընդունվել եմ աշտարակած Զեյթուն բանի տարածքի մենեջերն եմ եղել, առավոտից իրիկուն կաթ սմետան էի վաճառում ընկած խանութներով։ Հետո եւ այլն, էսի տվին, էնի տվին, էսի դառա, էնի դառա, հիմա այսինքն պետքա ամենակարևորը հասկանալ, որ նախ կա աճելու հնարավորություն, ինքը պլյուս դրան կամպանիան էլ է աճում, ու ինքը մեծ կամպանիա մի քանի օքանոց թիմ չի, որ դու ստեղ ես ու վсё մնացիր, հաստատ բաներ, պոզիցիաներ կա աճելու, ու պլյուս դրան պետքա նվիրվել քո գործին, պետքա սրտացավ լինել։ Ես միշտ դա ասում եմ, ոչ մեկ պայմանագրով աշխատանքի ընդունվելուց ոչ մի գործատու չի գրում, որ դու այսքան ժամ պետք է աշխատես, այսքան աշխատավարձ պիտի ստանաս, պետքա լինես սրտացավ, պետքա լինես նվիրված, չէ, այդպես բան չկա։ Բայց էդի առաջինը ես էլ եմ ասում, օրինակ ինձ ես մի քիչ ուրիշ ձև, ես էմոցիաներ այդքան չեմ տրվում բիզնեսում։ Ես ասում ժողովուրդ, պետքա ստեղծել մեխանիզմ, այսինքն McDonald's-ի տիրոջ hedge wedge-ը չի, որ բանում Մոզամբիկի իր կետի մենեջերը լինի սրտացավ ու ազնիվ։ Իր մոտ սիստեման է սարքած, մեխանիզմն է ստեղծած։ Դա չափելի միավոր չէ, ինչ նշանակում սրտացավ։ Միանշանակ, բայց հակառակը, երբ որ աշխատողը, աշխատակիցը դու սրտացավ նվիրված կպնում ես գործին, ամեն ինչ անում ես, դա մտնում է քո արյան մեջ, քո ուղեղի մեջ, ու դու ինքդ արդեն փոխվում ես։ Այսօր Տիգրանը չգնահատեց քեզ, կգնաս Պողոսի մոտ, Պողոսը գնահատի, չգնահատես քեզ, կգնաս արդեն միտեղ կգնահատես հաստատ։ Ու իտավո, դու արդեն ցանկացած որ քո փոքր մասնավոր բիզնեսը սկսես,
էական ավելի բարձր level-ից ես դու սկսելու դա, ավելի հեշտ է լինելու քո համար։ Շուրջ այսօր ճանճերն են մեր վրա հարցակվել։ Էս մի ճանճն է ոնց որ։ Կարող է իմ ժուճոկն է թռնող, որ դες հետևում ամենստեղ ֆրֆրում է ձեր չտակ։ Ամեծեն է անում։ Ամեծեն։ Տիգրան ջան, շատ հաճելի էր։ Սա այն դեպքերից է, որ ես լրիվ հասկանում եմ, հա, այսօր այդպես բավականին տրենդային է դարձել, ամեն ինչը գնալով կրճատվում է, հա։ 1 րոպեվա մեջ է մարդիկ ուզում ամեն ինչ նայեն, 20 րոպեվա մեջ, նույնիսկ կան այդպիսի արդեն պատվերներ կինոթատրոններից, հա, որպեսզի ֆիլմերը լինեն 15 րոպեանոց, 17 րոպեանոց, որտեղ մարդը երկար չի ուզում, բայց սա զուտ խոսքեր չեն, բավականին հետաքրքիր ինսայդներ, հա, վերցրեցինք, որը որ այլ ավելի շատ կուզենայինք վերցնել մեր յետասարդ գործարարների համար, մեզ լսող դիտողների համար, ինչու, որովհետև մենք ունենք, իմ գործընկերներից մեկն ասեց, հայ գործարար ինքը էնդեմիկ տեսակ է, հա, մենք պետք է մեր փորձի վրա սովորենք, սա էլ է շատ կարևոր։ Բավականին շատ ցիտում եւ խոսում ենք միջազգային թեմաներից, բայց չէ՞ որ մենք հայաստանյան հաջողված պատմություններ ունենք ու մեծ բավականություն ստացանք եւ ավարտին մենք չենք կարող էլի արհեստական բանականությունը մենակ մի թեմայով տանջեինք, տենց փորձել ենք մի քիչ փոքր չարաճճությունը մենք անենք, մեր թիմը ավելի ճիշտ, արհեստական բանականությունը ստիպել է որպեսզի ստեղծի բիզնես հորոսկոպ 20-26 թվի Կարասի համար, ըստ ամիսների, թե ինչ պետք է արվի եւ այլ, սա կփոխանցենք որպես ձեզ հետո արդեն հաջորդ հանդիպում ենք, ասեք, որ ամիսը ինչպես համընկեց, արդյոք ճիշտ բաներ ասել, դες փոքրիկ այսօրվա մեր հանդիպման հիշեցնող մի բան, հա, շնորհակալ ենք այսօրվա քննարկման համար։ Սրա շաբաթականը չունեք։ Սրա շաբաթականը լավն է։ Թող սա լավ արեդանա թիմում հայտնվի, լավն է։ Ես զգուշորեն եմ փոխանցել, որովհետև ես մի հատ արագ Տիգրանը մի բան կհաշվի ու կասի, որ փաստորեն սա ունենք։ Շնորհակալ ենք այսօրվա քննարկման համար, Տիգրան ջան, մի շնորհ հանդիպումներ։ Ձեր բիզնեսին է մեծ թռիչքներ եւ խոշոր լայն աշխարհագրություն։ Ձեզ շնորհակալություն, ամենալավը։